Ոսկուրդ կամ գորշ գայլեր։ Հենց այսպես է կոչվում կազմակերպությունը, որի գաղափարախոսության հիմքում ընկած է պանթյուրքիզմն ու ծայրահեղ ազգայնականությունը։ Պանթուրանյան գաղափարախոսությամբ շարժումը ստեղծել է ներկայումս գործող ազգայնական շարժում կուսակցության հիմնադիր, թուրքական բանակի գնդապետ Ալփարսան Թյուրքեշը 1966 թվականին։ Կազմակերպությունը հայտնի է հայերի, քրդերի, հույների և Թուրքիայի այլ փոքրամասնությունների ու ձախական շարժումների դեմ բախումներով, արյունոտ ակցիաներով ու մի շարք աղմկոտ ահաբեկչություններով, այդ թվում Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի դեմ մահափորձը 1981 թվականին։ Շարժումն արգելված է Ֆրանսիայում, Ավստրիայում, Ղազախստանում և մի շարք այլ երկրներում։ Հիմնադիրն էր Ալփարսան Թյուրքեշը, ստեղծվել է որպես ազգայնական կուսակցության երիտասարդական թեւ, իրական անվանումն է Ույքուլուկչուկ, նշանակում է իդեալականացում և ազգայինի գերադասում։ Թյուրքեշը երկարամյա քաղաքական կարիերա է ունեցել, մի քանի տարի զբաղեցնելով անգամ փոխվարչապետի պաշտոնը։ Կուսակցության համար որպես սիմվոլ ընտրել է գայլը։ Գայլը կարևոր նշանակություն ունի թուրքական էթնոսների դիցաբանությունում։ Թյուրքեշը գայլի գլխի ուրվագից հիշեցնող այս ժեստը ժամանակակից Թուրքիայում հանրայնացնողներից մեկն էր։ Կազմակերպությունը ունեցել է վայրիվերումներ 1980 թվականին թուրքական զինվորական հեղաշրջման ժամանակ այն արգելվեց և մեծամասնությունը հեռացավ Թուրքիայից, բազմաթիվ գորշ գայլերի հետևորդներ հայտնվեցին բանտերում նույնիսկ։ Ներկայումս նա թուրքական պետության իշխող կուսակցության հիմնական աջակիցներից մեկն է և ազգայնական շարժում կուսակցության այսպես կոչված մարտական թևը։ 80-ականներին գորշ գայլերը իրենց ազդեցությունը սկսեցին տարածել Արևմտյան Եվրոպայում, այդ թվում Ֆրանսիայում։ 1983 թվականին գորշ գայլերը ռմբակոծեցին Փարիզի արվարձաններից մեկի Ալֆորվիլի հայկական մշակութային կենտրոնը։ Չբավարարվելով կատարած հանցագործությունից հաջորդ տարի 1984 թվականի մայիսին գորշ գայլերի անդամները Աբդուլլահ Չաթլիի գլխավորությամբ պայթեցրին Ալֆորվիլի հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը։ Գայլերն իրենց ծառայության համար վճարվեցին թուրքական ազգային հետախուզական կազմակերպության կողմից։ Պատահարից հետո թուրքական մամուլը այս հուշարձանին կոչեց Ատելության հուշարձան։ 2002 թվականի ապրիլի 13-ի երեկոյան արդեն երրորդ անգամ անհագ ցանկություն ունենալով վերջնականապես ոչնչացնել հուշարձանը, 3 անհայտ անձինք հուշարձանի վրա 3 մոլոտովի կոկտեյլ նետեցին, պատճառելով լուրջ վնաս։ Ալֆորվիլի տեղական ոստիկանությունը հետաքննություն սկսեց, սակայն հանցագործներին բացահայտել այդպես էլ չհաջողվեց։ Մեծաթիվ հանցագործությունների ֆոնին հարց է առաջանում, թե ինչ դիրքորոշում ունի Թուրքիայի կառավարությունը կազմակերպության նկատմամբ։ Թուրքիայի կառավարությունը ոչ միայն գայլերի կողքին է, այլ նաև պատրաստակամություն է հայտնում կանգնելու նրանց կողքին և օժանդակելու նրանց։ Երկրի մի քանի պաշտոնատար անձինք անգամ չեն թաքցնում իրենց ակնհայտ վերաբերմունքը կազմակերպության հանդեպ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն է իր ելույթներից մեկում արել է գորշ գայլերի հայտնի ժեստը։ Իսկ սա ուշադրությունն իր վրա սևեռելու մեծ ցանկություն ունեցող արտգործնախարար Չավուշօղլու լուսանկարն է կրկին նույն ժեստով, երբ 2022 թվականի ապրիլի 24-ին Ուրուգվայում հակադարձեց հայ ցուցարարներին։ Ազգայնական շարժում կուսակցությունը կոալիցիոն կառավարության մաս է կազմում թուրքական իշխանությունների, կարող եք այդպես ասել, և նրա ղեկավար Դևլետ Բախչելին անընդհատ հանդես է գալիս տարբեր հայտարարություններով, որոնք վայելում են իշխանությունների աջակցությունը և համակրանքը, իսկ գորշ գայլերը լինելով այդ կուսակցության մարտական թև, բնականաբար օգտվում են նաև կուսակցության աջակցությունը։
Ներկայումս թուրք գայլերը շարունակում են որոշակի գործունեություն ծավալել երկրում, ակտիվ են Արևմուտքում, ուր գործում են տարատեսակ մշակութային կազմակերպությունների հովանու ներքո և ինչու ոչ նաև աջակցություն ստանում թուրքական իշխանություններից։ Հաճախ բախումների մեջ են մտնում հայերի, հույների, քրդերի և այլ ազգային փոքրամասնությունների հետ, անընդհատ ճնշելով նրանց ազգային ինքնությունը։ Նրանք կան և միշտ էլ լինելու են, շարունակելու են իրենց սև գործն ու հանցագործությունը հանցագործության հետևից։ Այս ամենի մեջ կարևորը մեր լինելն է, որ զգոն լինենք ու կարողանանք պահպանել մերը։ Մինչ հայն իր ազգում մարդկություն, թուրքն իր հոգում գայլություն է մշակում։ Գարեգին Նժդե։